ABC մեդիայի ուղիղ եթերում լուրերի ամփոփիչ թողարկումն է, ես Գառուն Թաֆյանն եմ, բարի երեկո։ Այս ժամի թողարկման համար առանձնացրել ենք հետևյալ թեմաները։ Ձերբակալություն օդանավակայանում, ինչ տեղի ունեցավ Զվարթնոցում, համայնքապետի գործը քաղաքական լարվածության կենտրոնում է։ Փաստաբան Կոչուբաևի կնոջ վիճակը ծայրահեղ ծանր է, ինչ որոշում է կայացրել դատարանը կալանավորված փաստաբանի համար։ Ինչ արշավներ է տեսել ուղղափառ եկեղեցին վերջին շրջանում, ինչպես կավարտվի հայ առաքելական եկեղեցու դեմ պայքարը, ով կարող է սեղմել գահավիժման արգելակը։ Ֆիլմից մեջբերումը կարող է վիրավորել պատգամավորի արժանապատվությունը, ինչու են Սահակ Մանուկյանին հեռացրել Երևանի պետական համալսարանից։ Քիչ առաջ Մասիսի համայնքապետ Դավիթ Համբարձումյանին ձերբակալեցին հենց օդանավի դռան մոտից։ Համբարձումյանի աջակիցները հավաքվել էին Զվարթնոց օդանավակայանում։ Չնայած Մասիսի համայնքապետը հայտարարել էր, որ չի պատրաստվում փախչել, հայտնել Հայաստան վերադարձի օրն ու ժամը, այդուամենայնիվ մեծաքանակ ոստիկանական ուժեր կային Զվարթնոց օդանավակայանում։ Մասիսի փոխհամայնքապետ Նորայր Հակոբյանն էլ ասել է, որ քաղաքական դրդապատճառներից ելնելով սպասում էին նման որոշման, բայց եթե պիտի լիներ մեղադրական դատավճիռ, պետք է լիներ նվազագույնով, այլ ոչ առավելագույնով։ Օդանավակայանում էին նաև Դավիթ Համբարձումյանի ընտանիքը, գործընկերները։ Տղայինքը հայրենասերա, հայրենիքի համար, մեր երկրի ապագայի համար տվեց պայքարել, որը մեկ սխալ բան թույլ չի տվել, անհիմն առանց հիմքերի բռնել դատավարությունները տղայից կալանք են տվել։ Իրավական առումով Դավիթ Համբարձումյանը շարունակում է մնալ խաղի մեջ, բնականաբար այս իրավիճակում իշխանություն լրացուցիչ խոչընդոտներ ստեղծում է, փորձում է գործընթացը հնարավորինս հարվածների եւ թիրախավորման տակ պահել։ Այսպիսի այլասերված քաղաքական համակարգի պարագայում իհարկե միշտ վրդովվում ես, բայց սպասելի է այն, ինչ որ կատարվում է մեր երկրում։ Ստեղ ուրիշ հարց է։ Դավիթը իր խաչը պատվով տարել է եւ տանելու է։ Ով է հաջորդը։ Իսկ ովքեր են հաջորդները։ Իսկ սա երբ է պրծնելու։ Իսկ սա ո՞նց է պրծնելու։ Այս դժոխքը, որում ապրում է մեր երկիրը, ու խնդիրը բացարձակ Դավիթի մասին չի կամ 40-ից ավել այս պահին արդեն կալանավորված մարդկանց մասին չի քաղաքական իմաստով։ Այս դժոխքը պետք է ավարտվի։ Համբարձումյանի գործը շարունակում է մնալ քաղաքական լարվածության կենտրոնում։ Ընդդիմությունն այն համարում է քաղաքական հաշվեհարդար, իշխանությունը արդար դատավճիռ։ Ինչի համար են մեղադրում Համբարձումյանին եւ ինչ է հայտնի տեսանյութում։ Մասիսի քաղաքապետ պատիվ ունեմ խմբակցության վարչապետի թեկնածու Դավիթ Համբարձումյանը, որին դատարանը դատապարտել էր 6 տարի 3 ամսվա ազատազրկման, վերադառնում է Հայաստան։ Վճռի հրապարակման պահին նա գտնվում էր Ռուսաստանում։ Դավիթ Համբարձումյանը թիմ ընտրություններում հաղթած ընդդիմադիր քաղաքական գործիչներից մեկն է։ 39-ամյա քաղաքապետը ծնվել է Մասիսում, միջնակարգ դպրոցն ավարտել է գերազանցությամբ։ 2003-ից 2007 թվականներին սովորել է Երևանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետում, մասնագիտությամբ քաղաքագետ է։ Մագիստրոսական կրթությունը ստացել է Հայաստանի կառավարման ակադեմիայում, հանրային կառավարում մասնագիտությամբ։ Համբարձումյանը 2011 թվականից սկսել է աշխատել պետական համակարգում։ Նրա առաջին քայլերը եղել են Հայաստանի վերահսկիչ պալատում, որտեղ զբաղեցրել է տարբեր պաշտոններ։ 2015 թվականից եղել է ՀԵՑ-ի ներքին վերահսկողության վարչության պետը։ Համբարձումյանը ՀՀԿ անդամ է։ 2016 թվականից Մասիս քաղաքի ղեկավարը։ Ամուսնացած է, ունի 3 երեխա։ 2018 թվականի ապրիլին Հայանիստ Հովտաշատ բնակավայրերի խաչմերուկում տեղի ունեցած միջադեպի համար Համբարձումյանի դեմ քրեական գործ էր հարուցվել զինված խուլիգանության հոդվածով։ Այդ գործով նա կալանավորվել էր, հետո նույն տարվա աշնանը կիրառվել էր գրավ, գործը 6 տարի դատարանում էր։ Թեպետ իրավապահ համակարգը պնդում է, որ ձեռք են բերվել ապացույցներ, սակայն Դավիթ Համբարձումյանն ու նրա պաշտպանը հերքում են մեղսագրվող հանցանքները։ Համբարձումյանն իր վերջին հարցազրույցում 3 օր ժամանակ է տվել ԿՊԱ-ական Ալեն Սիմոնյանին եւ Վահագն Ալեքսանյանին, որպեսզի վերջիններս ապացուցեն Համբարձումյանի մեղավորությունը։ Ուզում եմ, որ իմ հայրենակիցները իմանան, որ Ալեն Սիմոնյանը եւ Վահագն Ալեքսանյանը ստում են։ Ես որևիցե միջադեպի մասնակից չեմ եղել եւ որևիցե ձայնագրություն կամ
վիդեո տեսաձայնագրություն չկա, որտեղ ես որևէ գործողություն եմ անում, եւ եթե Ալեն Սիմոնյանը տենց հստակ հայտարարում էր 2-3 օրվա մեջ, եթե նա չտարածի որևէ տեսաձայնագրություն, որտեղ ես նման գործողություններ եմ անում, ուզում եմ, որ իմ հայրենակիցները հստակ իմանան, որ նա հերթական անգամ մանիպուլացնում է մեր հայրենակիցներին, ստում է։ Վահագն Ալեքսանյանն ու Ալեն Սիմոնյանն ավելի վաղ խոսել էին ինչ-որ տեսանյութերի մասին, որտեղ իբր երևում է, թե ինչպես է Համբարձումյանը կատարում նշված հանցագործությունները։ Դավիթ Համբարձումյանի փաստաբանն էլ հայտարարել է, որ իր պաշտպանյալի դեմ 4 անձ ցուցմունք է տվել, բոլորն իրարամերժ։ Երեքը դեռ նախաքննության ընթացքում հրաժարվել էին իրենց ցուցմունքներից, 4-ն էլ առերեսման ժամանակ խայտառակ էր եղել։ Դատաքննության փուլում 4-ն էլ պնդել են, որ Դավիթ Համբարձումյանը որևէ հակաիրավական արարք այդ օրը այդ վայրում չի արել, բայց դա չխանգարեց դատավորին կայացնել մեղադրական դատավճիռ։ Պայքարը շարունակվում է, իսկ նեխած ռեժիմը շուտով սատկելու է։ Համբարձումյանը Երևան է ժամանելու այսօր հոկտեմբերի 28-ին ժամը 17:30-ի սահմաններում։ Նախատեսվում է, որ նրան օդանավակայանից կկալանավորեն։ Անի Աբաղյան, Սեդա Մակարյան, Գեղամ Ղազարյան, ABC Media։ Իսկ փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևի խափանման միջոց կալանքը ժամեր առաջ փոխվել է բացակայելու արգելքով։ Կոչուբաևի երեխան ծնվել է օրեր առաջ, ծննդաբերությունից հետո կնոջ առողջական վիճակը կտրուկ վատացել է։ Կոչուբաևի փաստաբանը բաց նամակով այսօր դիմել էր գլխավոր դատախազին, որպեսզի փոխեն փաստաբանի խափանման միջոց կալանքը։ Ալեքսանդր Կոչուբաևի կինն այս պահին գտնվում է վերակենդանացման բաժանմունքում ծայրահեղ ծանր վիճակում, արհեստական շնչառություն է միացրած։ Իսկ կարգալույծ Ստեփան Ասատրյանը շարունակում է խնդիրներ ստեղծել եկեղեցում։ Պարզվում է, նա փոխել է եկեղեցու փականը, ստացվում է, որ միայն ինքն ունի բանալի, իսկ մյուս հոգևորականների մոտ եղածն այլևս գործածել հնարավոր չէ։ Գործընկերոջս հետ զրույցում հայտնել է Հովանավանքի քահանա Տեր Մանուկը։ Հոգևորականները չեն կարողանում իրենց ծառայությունն իրականացնել եկեղեցում։ Մեկ անձի քմահաճույքի գինը վճարում են հավատավոր մարդիկ, որոնք կամ տեղափոխում են իրենց արարողության վայրը, կամ չեղյալ են հայտարարում։ Տեր Մանուկը պատմել է, որ կիրակի նախատեսված արարողությունների մեծ մասը չի կայացել։ Պսակադրություններից միայն մեկն է մնացել Հովանավանքում, մնացածը տեղափոխել են այն։ Այսօր էլ Մկրտության արարողություն է տեղափոխվել Սաղմոսավանք։ Շուրջ 1 շաբաթ առաջ է փոխված, բոլոր դռների մուտքի դռների բան այդպես այդ միջուկները հանել էին։ Ազգային անվտանգությունն ասել է, որ վարչապետի գալով է պայմանավորված, որ մենք այդ ներսում որոշակի գործողություն պիտի անենք։ Դրա համար փոխում ենք այդ բաները, զամոկները, այսպես ասած, փականները։ Հիմա չգիտեմ, ոչ մի բան չեն ասել, ասում են, որ որևէ մեկը չի կարող գալ, բայց իրականում այլ պատկեր է։ Ըստ երևույթին իրենց վերադասին սխալ են զեկուցել, որ իրավաբանորեն Հովանավանքը պատկանում է Մայրաթոր Սուրբ Էջմիածնին։ Որևէ մեկը իրավունք չունի, եւ ոչ միայն Հովանավանքը, այլ բոլոր այն սրբավայրերը, որոնք նույնիսկ պետական հսկողության, վերահսկողության տակ են կամ հնության կոմիտեին են պատկանում կամ հուշարձանների պահպանության վերահսկողության տակ են, որքան սրբություն եւ մատուռ եւ եկեղեցի եւ վանք կա, բոլորը Մայրաթորի եւ հայ ժողովրդի սեփականությունն է։ Այնքան փոքր հոգի են, որ նույնիսկ Մյուրոնը այդ Ստեփան կոչվածը սրբալույս Մյուրոնը ամբողջությամբ վերցրել տարել էր այնտեղ։ Իսկ ինչ է նախատեսում կանոնագիր հայոցը կարգալույծ արված քահանայի գործողությունների համար։ Կարգալույծի որպես քահանայի որևէ գործողություն վավեր չէ։ Նա իրավունք չունի գտնվելու դասում, ատյանում, ավանդատներում, առավել ևս բարձրանալ եկեղեցու խորան, դիպչել եկեղեցու սպասքին, սկիհին, մասնատուփին, Սուրբ Հաղորդությանը, Սուրբ Ավետարանին, Սուրբ Սեղանին, Մերոնամանին եւ այսպես շարունակ։ Հայոց կանոնագրքում ներառված է Անտիոքի ժողովի 5-րդ կանոնը, որում ասվում է. եթե որևէ քահանա կամ սարկավակ արհամարեց իր եպիսկոպոսի հրամանը, երբ եպիսկոպոսը նրան մերժեց եւ հեռացրեց եկեղեցուց, եւ այդ երեցն ու սարկավակն առանձին ժողովվեցին ու Սուրբ Սեղան հաստատեցին, չլսեցին եպիսկոպոսի կոչը, անարգեցին նրան ու չկամեցան նրա արտասանած բարի խոսքերին ականջալուր լինել, այդպիսիներին պետք է ամբողջությամբ մերժել եւ այլևս մխիթարության խոսք չասել, քանզի այլևս չեն կարող կրկին նույն պատիվն ընդունել։ Իսկ եթե համառեն ու խռովություններ հարուցեն, եկեղեցու վրա արտաքին իշխանությամբ կամ այլ ուժի օգնությամբ ամբողջ բերեն այդպիսիներին իբրև խռովարարների պետք է հնազանդեցնել ու սանձերը քաշել, ասված է կանոնագիր հայոցում։
Զուգահեռ իրականությունում գլխավոր դատախազությունն ընթացք է տվել իրազեկ քաղաքացիների միավորման ներկայացրած հանցագործության մասին հաղորդմանը Մայրաթորի դիվանապետ Աշակ arczepiskopos Խաչատրյանին վերագրվող տեսանյութի վերաբերյալ, որը տարածվել է նորահայտ Telegram ալիքում։ Գլխավոր դատախազությունն այլ մանրամասներ չի հայտնում։ Առաջիկա օրերին դիմումը կուղարկվի քննչական մարմին, որը կամ վարույթ կհարուցի, կամ կմերժի։ Խոզարկություններ, հետապնդումներ հոգևորականների նկատմամբ, ձերբակալություն ու կալանավորում։ Պատմության ընթացքում ուղղափառ եկեղեցին հաճախ է բախվել սրան՝ Ուկրաինա, Վրաստան, Արևելյան Եվրոպա։ Հակաեկեղեցական արշավներն անցել են այս երկրների կողքով, նախքան Հայաստան հասնելը։ Իմ գործընկերը մեկ ռեպորտաժում ներկայացրել է վերջին շրջանում, թե ինչ արշավներ է տեսել ուղղափառ եկեղեցին, ինչ ռազմավարությամբ են դրանք ընթացել, ինչ ճակատագրի են արժանացել ու ինչպես է հաջողվել սեղմել գահավիժման արգելակը։ Եկեղեցու դեմ արշավը Ուկրաինայից Հայաստան, Անի Աբաղյանն է ներկայացնում։ Ուկրաինայում խուզարկություններ, հոգևորականների հետապնդումներ ու բանտարկություններ սկսվեցին 2014-ին Մայդանի իրադարձություններից և Ղրիմի Ռուսաստանին միանալուց հետո։ Ուկրաինայի որոշ քաղաքներում սկսվեցին բողոքի ակցիաներ ուղղափառ եկեղեցու դեմ, որոնք տևեցին մոտ 4 տարի։ 2018-ին Կոստանդնուպոլսի պատրիարք Բարդուղեմեոսը տվեց տոմոս, որը ճանաչում էր Ուկրաինայի եկեղեցու անկախությունը և ստեղծեց Ուկրաինայի ինքնավար ուղղափառ եկեղեցի։ Ուկրաինայի հեղափոխականները ուղղափառ եկեղեցին դիտարկում էին որպես Ռուսաստանի ներգործության գործիք և ռուս-ուկրաինական պատերազմից հետո իրավիճակն ավելի սրվեց։ Անգամ հավատացյալների միջև բախումներ գրանցվեցին։ Ուկրաինայում ուղղափառ եկեղեցու դեմ արշավը շարունակվում է արդեն մոտ 10 տարի, վերջին տարիներին դառնալով պետական քաղաքականության մաս Մոսկվայի ազդեցությունը զսպելու նպատակով։ Հարևան Վրաստանում ուղղափառ եկեղեցու դեմ պայքարը սկսվեց 2019-ից 2020 թվականներին։ Գլխավոր պատճառը կառավարության նախաձեռնած օրենսդրական փոփոխություններն էին, որոնք սահմանափակում էին եկեղեցու պետական արտոնություններն ու գույքային իրավունքները։ Վրաց ուղղափառ եկեղեցին մինչ այդ արտոնություններ ուներ մյուս կրոնական կազմակերպությունների նկատմամբ։ Հանդուրժողականության և բազմազանության ինստիտուտն այդ արտոնությունները չհիմնավորված էր համարել և կապում էր երկրի ռեսուրսների վերահսկման ու ընտրություններից առաջ ազդեցություն ձեռք բերելու հետ։ Երկրում ձերբակալություններ, հետապնդումներ չեղան այդ ժամանակ, բայց մթնոլորտը փոխվեց։ Պատրիարք Իլիա II կոչ էր արել հոգևորականներին պահպանել քաղաքական չեզոքություն, նշելով, որ եկեղեցին միավորող ուժ է ազգային մակարդակում։ Վրաց ուղղափառ եկեղեցին գունավոր հեղափոխությունից հետո մի շարք հարցերում անհամաձայնություններ է ունեցել կառավարության հետ։ Դրանցից ամենակննարկվողներից մեկը 2014 թվականին Վրաստանում ընդունված հակադիսկրիմինացիոն օրենքն է, որը ներառում էր սեռական կողմնորոշման և գենդերային ինքնության հասկացությունները։ Պատրիարք Իլիա II-ն այն բնութագրել էր որպես մեծ մեղք, որն օրինականացնում է անօրինությունը։ Նա նշել է, որ այն կտրուկ մերժվում է ուղղափառ հետևորդների կողմից։ Վրաստանում հոգևոր ուժեղ առաջնորդի շնորհիվ ուղղափառ եկեղեցին չկորցրեց իր վարկանիշն ու ազդեցությունը հասարակության վրա։ Արևելյան Եվրոպայի մյուս երկրում Մոլդովայում ուղղափառ եկեղեցու դեմ արշավ սկսվեց 2023-ին, նախագահ Մայա Սանդուի նախաձեռնությամբ, խորհրդարանականների աջակցությամբ։ Հիմնական պահանջը եկեղեցին երկրից հեռացնելն էր։ Եկեղեցին մերժեց իշխանության պահանջներն, ինչը ստեղծեց կրոնական լարվածություն և հասարակության բևեռացում։ Մոլդովայում արշավը դեռ ընթացքի մեջ է։ Դուք նմանություն տեսնում եք եկեղեցիների դեմ արշավներում։ 2018 թվականի իշխանափոխությունից հետո Հայաստանում նույնպես սկսվեցին հակաեկեղեցական գործողություններ նոր Հայաստան, նոր Հայրապետ կարգախոսով։ Սկզբում դրանք արտահայտվեցին մի քանի ակցիաներով, սակայն 2025-ին նոր թափ ստացան։
ձերբակալեցին Բագրատ arczepiskopos Գալստանյանին, դրան հաջորդեց Շիրակի թեմի առաջնորդ Միքայել arczepiskopos Աջապահյանի ձերբակալությունը, 2 տարով ազատազրկումը։ Բանտում հայտնվեց նաև Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պրոշյանը։ Մենք չենք խոչընդոտում, դուք եք խոչընդոտում։ Լրագրողների աշխատանքը խոչընդոտելը հետ գնացեք։ Այսօր Հովհաննավանքի պատարագը խորհրդանշելու է մեր սրբության սրբոցի Մայրաթոր Սուրբ Էջմիածնի ազատագրման գործնական փուլի մեկնարկը։ Այդ նոր փուլը Փաշինյանը մեկնարկեց Հովանավանքում կարգալույծ եղած քահանայի մատուցած կեղծ պատարագին մասնակցելով։ Այս արշավը ընթացքի մեջ է, աչքի առաջ ունենալով Ուկրաինայի, Վրաստանի, Մոլդովայի փորձը։ Ինչպես կավարտվի, կաթողիկոսի ու հասարակության քայլերից է կախված։ Որքան էլ պաշտոնական Երևանը խոսում է խաղաղության մասին ու արձանագրում է դրա հաստատման փաստը, Բաքվից գալիս են այլ ազդակներ, որոնք ամենևին էլ դրա մասին չեն։ Այսօր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ջրականում մասնակցել է մզկիթի հիմնարկեքի արարողության։ Ալիևը խոսել է պատմական արդարության մասին։ Ասել է իր ժողովուրդը հավատացել է արդարությանն ու ապահովել է այն։ Թշնամուն վտարեցինք մեր հողերից եւ այսօր հրաշալի կյանք ենք կառուցում, ասել է Ալիևը։ Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների հայկական ջրականում կառուցվող մուսուլմանական կոթողը զբաղեցնելու է 1530 քառակուսի մետր տարածք։ Խաղաղության մասին չեն նաև Բաքվում մեր հայրենակիցների ապօրինի դատավարությունները։ Ազգային ժողովի ընդդիմադիր պատգամավոր ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամ Հայկ Մամիջանյանը հայտնել է, որ խնդրանքով դիմել է Հայաստանում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսին, կազմակերպել Բաքվում ԵՄ դեսպանի այցն ապօրինի պահվող մեր հայ գերիներին։ Նրա խոսքով Ադրբեջանը ԵԽԽՎ-ի ավելի քան 70 պատգամավորի պերսոնա նոն գրատա է հայտարարել։ Մինչ այստեղ ընդդիմությունն ու աշխարհում սփյուռքը գործի են դնում ձեռքի տակ ունեցած բոլոր լծակները, սպասում հույսի փոքր նշույլի, Ադրբեջանը շարունակում է դատական թատրոնը։ Ռուբեն Վարդանյանի գործը Բաքվում եւս գտնվում է վերահսկվող գործընթացի պայմաններում։ Նրան նոր փաստաբան է նշանակվել, այս անգամ ադրբեջանցի։ Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների Արցախի նախկին պետնախարարը չի առարկել որոշմանը։ Ավելի վաղ Ռուբեն Վարդանյանը հրաժարվել էր իր փաստաբան Աբրահամ Բերմանի ծառայություններից, հայտնելով իր դժգոհությունը իրավական գործընթացի ընդհանուր ընթացքից։ Հաջորդ դատական նիստը նոյեմբերի 14-ին է։ Իսկ Վագիվ Խաչատրյանին, ում կեղծ մեղադրանքներով արդեն դատապարտել են 15 տարվա ազատազրկման, այսօր 70-ամյակը դիմավորում է Բաքվում, ազատությունից, ընտանիքից ու հայրենիքից հեռու։ Վագիվ Խաչատրյանն Արցախի բնակիչ է, որը 2023-ի հուլիսին Կարմիր խաչի ուղեկցությամբ տեղափոխվում էր Երևան, բուժման, բայց նրան առևանգեցին հենց Հակարիի կամրջի վրա։ Վագիվ Խաչատրյանի 70-ամյակը լրացավ Բաքվում, ազատությունից, ընտանիքից ու հայրենիքից հեռու։ Աղջիկը Հայաստանից Ադրբեջան իր սերը կարոտն է ուղարկում հորը, վստահ լինելով հայրը կզգա աղջիկների ջերմությունը։ Օդային գրկում ենք քեզ այնքան սերտ, որքան թույլ է տալիս սիրտը։ Դու կզգաս մեր ջերմությունը, այն ուժը, որը պիտի քեզ օգնի դիմակայել բոլոր դժվարություններին։ Ոչ մի սահման չի կարող բաժանել մեզ։ Մենք խենթանում ենք անզորությունից։ Դու գալու ես։ Վստահ ենք։ Խոստացել ես։ Ֆիզիկապես Խաչատրյանների ընտանիքը 2 տարի է բաժանված է։ 2023 թվականի հուլիսի 29-ին առողջական լուրջ խնդիրներով Վագիվ Խաչատրյանը Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ուղեկցությամբ Երևան էր գալիս։ Նրան առևանգեցին Հակարիի կամուրջը փակած ադրբեջանցիներն ու տեղափոխեցին Բաքու։ Վագիվ Խաչատրյանին Բաքուն կեղծ մեղադրանք է առաջադրել։ Իբր անդամակցել է հանցավոր խմբի ու սպանել 25 ադրբեջանցու, վիրավորել 14-ին եւ տեղահանել 358-ին։ Խաչատրյանը չի ընդունել մեղավորությունը։ Այստեղ շատ մարդ կա, որևէ մեկը կասի, որ Վագիվը մեկին ծեծել է, վիրավորել, բոլորը այստեղ են, թող գոնե մեկը ասի, դու դա արել ես։ Բաքվում Վագիվ Խաչատրյանի դեմ կեղծ դատավարությունը մեկնարկել էր 2023-ի հոկտեմբերի 13-ին։ Նրան նոյեմբերի 7-ին դատապարտեցին 15 տարվա ազատազրկման։ Վագիվ Խաչատրյանը 5 տարին կանցկացնի բանտում, իսկ մնացած ժամկետը խիստ ռեժիմով ուղիչ հիմնարկում։
Վագիվ Խաչատրյանի դուստրերը, հարազատներն ու այլ քաղաքացիներ բողոքի տարբեր ակցիաներ են իրականացրել։ Հայաստանի կառավարությունից պահանջել գործել, իսկ Ադրբեջանին վերջ տալ կեղծ դատավարությանը։ Հոր 70-ամյակին աղջիկները, հարազատներն անգամ մեկ զանգի, հոր ձայնը մեկ րոպե լսելու հնարավորություն չունեն։ Մենք խենթանում ենք անզորությունից։ Դու գալու ես։ Վստահ ենք։ Խոստացել ես։ Անի Աբաղյան, Գեգամ Ղազարյան, ABC Media։ Իսկ Երևանի պետական համալսարանում ևս մեկ դասախոսի են հեռացրել։ Երևանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետի հանրային կառավարման ամբիոնի դոցենտ Սահակ Մանուկյանը Facebook-ի իր էջում հայտնել է, որ իրեն ազատել են աշխատանքից։ Պարզվում է, պատճառը դասախոսության ժամանակ իր բերած օրինակն է, որը ըստ իրեն վիրավորել է իշխող կուսակցության մի պատգամավորի արժանապատվությունը։ Դրանից հետո ըստ Մանուկյանի ԵՊՀ ռեկտորը որոշել է իրեն ազատել աշխատանքից։ Պատմությունը եղել է հետևյալը, մոտ 1 շաբաթ առաջ ես իմ հերթական դասախոսությունում կարդում կոմունիստ դասավանդվող առարկայի շրջանակներում ներկայացնում եմ դեմոկրատական քաղաքական ռեժիմը եւ նրա հատկանիշները, երբ որ խոսքը հասավ արդեն խոսքի ազատությանը, երեխեքին բացատրեցի ուսանողներից, որ իմացեք, որ անգամ դեմոկրատական ռեժիմի պայմաններում խոսքի ազատությունը չի կարող կրել բացարձակ բնույթ։ Եվ վերջանում է խոսքի ազատությունը այնտեղ, որտեղ սկսում է ուրիշի արժանապատվությունը։ Որպեսզի ուսանողները հասկանան զրպարտությունը վիրավորանքից ինչով է տարբերվում, ես իրական դեպքեր եմ սկսում իրենց հետ քննարկել, որը մեջ բերված էր Scotch and Whisky ֆիլմից, եւ այդ ֆիլմում օգտագործվող բառապաշարից մեկի վերաբերյալ կա հարուցված մեկ քրեական գործ եւ մեկ քաղաքացիական գործ։ Ուսանողը առանց ինձանից տեղեկություն, թույլտվություն հարցնելու նախ նկարում է ինձ եւ ըստ էության լսելու եւ հասկանալու փոխարեն նա սկսել է տարբեր բաներ նկարել գրատախտակին իմ կողմից գրված բառեր, որոնք որ մենք պետք է կուրսում կշռադատեինք, համարում են վիրավորանք, թե զրպարտություն։ Ես ասել եմ, որ այս ինչ քաղաքացիական գործով, այս ինչ արտադրության համար, հայց որ եղել է այս ինչը, պատասխանողը եղել է այն ինչը։ Իդեպ ԵՊՀ մամուլի քարտուղարն ավելի ուշ պարզաբանել է, որ Սահակ Մանուկյանին հեռացրել են համալսարանից ոչ պատշաճ վարքագծի պատճառով։ ԵՊՀ-ն անընդունելի է համարում էթիկայի կանոնների խախտումները, իսկ նախկին դասախոսը ըստ ԵՊՀ խոսնակի դրանք խախտել է բազմիցս։ Միջազգային լրահոսից։ Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն ասել է, որ ՆԱՏՕ-ն ու Եվրոպական միությունը ստեղծում են գործակցության տարբեր կառույցներ Կենտրոնական Ասիայի եւ Անդրկովկասի երկրների հետ եւ այդ կապերը փորձում են կիրառել ոչ թե փոխշահավետ գործակցության, այլ Անդրկովկասի երկրները Ռուսաստանից անջատելու համար։ Ատոմային ռմբակոծությունները փոքր կոնֆլիկտ։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ասել է, որ իրենք նման փոքր կոնֆլիկտ են ունեցել Ճապոնիայի հետ, բայց նման սարսափելի դեպքից հետո երկու երկրները մնում են ամենամտերիմ ընկերներն ու գործընկերները։ Թրամփը նաև նշել է, որ երկու երկրների հարաբերությունները երկար ժամանակ է ամուր են։ 1945 թվականի օգոստոսին Միացյալ Նահանգներն ատոմային ռումբեր են նետել Հիրոսիմայի եւ Նագասակիի վրա։ Պայթյուններից մահացել է մոտ 220,000 մարդ, ավելի քան 200,000-ը մահացել է ճառագայթման պատճառով։ Զոհերի մեծամասնությունը եղել են քաղաքացիական անձինք։ Եվ վերջում, երեքշաբթի Apple-ի շուկայական արժեքն առաջին անգամ գերազանցել է 4 տրիլիոն դոլարը, դառնալով պատմության մեջ երրորդ ընկերությունը, որը հասել է այս շուկայական արժեքին, Microsoft-ից եւ Nvidia-ից հետո։ Ամփոփիչ թողարկման համար նախատեսել էինք այսքանը, շարունակեք հետևել ABC Media-ին սոցիալական բոլոր հարթակներում, YouTube-ում, Facebook-ում, Telegram-ում, WhatsApp-ում ու Instagram-ում կամ այցելեք մեր պաշտոնական կայք www.abcmedia.am։ ABC լուրերը եթերում կլինի վաղ առավոտյան ժամը 9-ին, բարի գիշեր։